Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Վանաձորում խոստացավ 51% ձայն ունենալու դեպքում 1 ամսում կատարել նախընտրական ծրագրի բոլոր 15 կետերը։ Եթե մեզ հնարավորություն եղավ 50% տվեցիք մեզ, այս 15 կետը անմիջապես նույն ամսում դա իրականություն է դառնալու։ Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը մեծահարուստ գործարարը կրկին խոստացավ ընտրվելու դեպքում թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, աշխատատեղեր ստեղծել, բանկային տոկոսադրույքները նվազեցնել, միևնույն ժամանակ շեշտեց այս ամենի համար պետք է համակարգ ու օրենք փոխել։ Ոչ մեկը չի կարասի, որ 2009 թվականից հետո մի լավ բան ա եղել, այլ հակառակը նույն գումարը ստանում ես, չի բավարարում ոչ երեխային պահելու, ոչ ապրելու, ոչ գոյատևելու համար։ Ուրեմն համակարգ պետք է փոխվի, կարգ պետք է փոխվի, օրենք փոխվի, մոտեցում փոխվի, ոնց որ մարդի սեփական գումարներին է մտածված ծախսում, նպատակային, որ շահութաբեր լինի, ոչ թե բյուջեի գումարները աննպատակ ծախսել եւ ոչ մի արդյունք։ Ելույթի ընթացքում Ծառուկյանն անդրադարձավ մարդկանց այն մտահոգությանը, թե ինքը ետ կկանգնի, ինչպես 2015-ին։ Հիշեցնենք, այն ժամանակ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը քաղաքականությունը թողեց իշխանափոխության կոչեր հնչեցնելուց եւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սուր քննադատության ենթարկվելուց հետո, եւ միայն այս հունվարին հայտարարեց քաղաքականության փակված էջը վերաբացելու մասին։ Այս է ցավը տանեմ։ Ես ի ժողովրդի պետք է տանեմ հեղափոխության արնայողություն, հա? Ով Ծառուկյանի տեղը լինել, կյանքում հետ չեր կանգնի, իրան վտանգի տակ չեր դնի, մենակ կասել թիմել գործ ունեք, իմ ժողովրդի հետ գործ ունեք, ես արնայողության չեմ կարող տալ, որտեղ հեղափոխությունը առանց արու չի լինում։ Էջը ծալել է, որտեղ ես քաղաքականության չեմ ապրում, ես եմ օգտակար լինել, պիտանի լինել, մեր ապագայի համար, մեր ժողովրդի, մեր երեխաների համար։ Վերհիշելով 2012 թվականին իր կուսակցության ստացած ձայները, Ծառուկյանն ասաց, թե ժամանակին իշխանության հետ կոալիցիա չկազմեցին, այսօր ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով։ Կոալիցիա մտնելով խնդիր չէր դուծում, դու կաշին ես փրկում։ Այլ հակառակ այս ժողովուրդը, որ այսօր սպասում է Ծառուկյանին, դա պետք է իրականություն դառնել, իմ խոստումները կարող դարձավի, ես պետք է իրականություն դարձնեի, որ եթե չեմ կարող դարձնել, ինչ անեմ։ Դրա համար ես կոալիցիա չմտնայի, թիմերն ասեցին դուրս եկան, ասել ժողովրդի վստահապես չեն կարող իրականացնել ժողովուրդ ջան։ Ուրեմն մենք ձեռնապահ ունենք, որտեղ ժողովուրդը սպասելիք ունի մեզից, որ այս անգամ ավելի շատ ձայն տա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախազգուշացում ստացած Ծառուկյանն այսօր մարդկանց օգնելու խոստումներ չտվեց, փոխարենը հավաքվածների կողմից մեծ թվով նամակներ ու ծրարներ փոխանցվեցին նրան։ Հոծբազմության մեջ ոմանք անգամ չհասցրին մոտենալ ու իրենց դիմում խնդրանքը փոխանցել դաշինքի առաջնորդին։